Տեսեք, ինքնին արդեն իսկ վատ նախադեպ է, այս պահին մեսիջը այդքան կախված չէ իմ կարծիքով կրթության իրավունքը խոչընդոտելու հետ, որքան պարզապես փորձելու լրացնել բոլոր նրանց, ովքեր որ փորձում են արտահայտվել, հա։ Մենք հաճախ տեսնում ենք, թե ինչպես մարդկանց տարբեր եղանակներով փորձում են լրացնել բոլոր նրանց, ովքեր ստատուս են գրում, բոլոր նրանց, ովքեր առհասարակ խոսում են, եւ սա նույնպես այդ նպատակն է հետապնդում իմ կարծիքով։ Կներեք, ես Արևիկ Ղալումյան։ Դուք Դավիթի հետ կապ ունեք։ Ոչ, մենք հայաքվե ազգային քաղաքացիական միավորման երիտասարդական կառույցն ենք, այսօր այստեղ ենք աջակցելու Դավիթ Մինասյանին եւ պահանջելու նրա հնարավորինս շուտ ազատ արձակումը։ Դավիթը արդեն 14 օր շարունակ ազատազրկված է եւ նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Որքանով ինձ է հայտնի, վիճակը շատ վատ է։ Համենայն դեպս կայուն ծանր վիճակ ունի տղան, ունի վնասվածքներ, որի մասին տեղեկությունները ստացանք շատ ավելի ուշ։ Այսինքն քննությունը ընթացել էր առանց այս տեղեկատվության եւ դուք լավ գիտեք, որ մինչեւ հիմա կարգավիճակ, դուժողի կարգավիճակ ունեցող անձ չկա եւ չի հարցաքննվել վարչապետի թիկնապահը։ Ինչի մասին է սա խոսում։ Այս ակցիաները, այսպիսի ծանր մեսիջների դեպքում ձեր կարծիքով ազդեցիկ են, իշխանությունը հասկացնում է, որ եղածը եղել է, կպատժվեք ու չհամարձակվեք։ Ինչ մասին եք խոսում, այնինչ որ տեղի է ունենում հիմա մեր կողմից փորձ է օգնելու Դավիթ Մինասյանին եւ մեր պատրաստակամությունն է, հանձնառությունն է օգնելու այդ երիտասարդին, որովհետեւ նրա փոխարեն կարող է գտնվել մեզնից յուրաքանչյուրը։ Այն մյուս հարցադրումները, որը դուք հնչեցիք, ավելի շատ վերաբերում են փաստաբանին, քանի որ ինձ որպես քաղաքացի հայտնի է այն, ինչ հայտնի է ձեզ, վստահ եմ փաստաբաններին։ Նկատի ունեմ էմոցիա շարժում են, այս աջակցությունը, այո, Դավիթին շատ անհրաժեշտ է, նրան հոգեբանորեն շատ պետք են այս աջակցության ձևերը, բայց սրանք իրավիճակ փոխում են ըստ էության, որպեսզի Դավիթը մյուս բոլոր աշակերտների պես շարունակի իր դասը։ Եվ իր բնականon կյանքը։ Մեր բողոքի ակցիան է, մենք տեսնում ենք իրավիճակի լուծումը նաև այս կերպ, պետք է ցանկացած պարագայում հանրային ավելի ուժեղ ճնշում լինի, որպեսզի որևէ բան հնարավոր լինի փոխել։ Այս քայլը այդ ճնշման մեխանիզմներից մեկն է։ Ձեր կարծիքով ամեն դեպքում տեղի կտա կին դատախազը, քրեակատարողականի կին պետը, կին ոստիկանապետ եւ ի վերջո այն մարդիկ, ովքեր այս իրավիճակի պատասխանատուն են, նրանց մոտ էմոցիաները տեղի կտան ի վերջո։ Հուսով եմ, որ որպես մայր գուցե տեղի տան։ Եկեք հուսենք եւ փորձենք այն ինչ մեզնից գալիս է իրականացնել ուղղակի այս բանին որպես հասարակություն, որովհետեւ սա վտանգ է, որ կարող է տեղի ունենալ իսկապես յուրաքանչյուրիս հետ։ Հաշվի առնենք այս փաստը եւ փորձենք ուղղակի ունենանք այն պետությունը, ինչպիսին մենք ցանկանում ենք տեսնել։ Մենք ուզում ենք տեսնել պետություն, որտեղ մարդու իրավունքները, ներառյալ աշակերտներին ավելի պաշտպանված են։ Շնորհակալ եմ։ Սուրբ Աննա եկեղեցու բակում հայաքվեի երիտասարդները ու ենթադրում եմ նաև Դավիթի ընկերները կամ դասընկերները լուրակ չեն իրականացնում աջակցություն Դավիթի եւ այս պահի ներսում պատարակ է մատուցվում նրանց լուրակցիայի նպատակը, ինչպես իրենք են ասում, Դավիթին աջակցելն է եւ ազդակներ փոխանցելը գործող իշխանությանը, դատական համակարգին, որ այնինչ իրականացնում են արդար չէ։ Իսկ ես հիշեցնեմ, Դավիթը ունի գլխուղեղի փակ տրավմա, ակնային հատվածում վնասված, սրանք ըստ էության այս բակում ի նկատմամբ ենթադրում եմ նախահարցակ եղած վարչապետի թիկնապահի հարվածի հետևանքներն են։ Իսկ նախահարցակ ենք ասում, որտեղ տեսանյութերը համենայն դեպս դրա մասին են խոսում։ Դավիթը ըստ էության պատասխանել է երևի թե ձեռքը բարձրացնելով կամ հավասարակշռություն է պահել, ինչպես որ նրա փաստաբաններն են ասում։ Համենայն դեպս Դավիթի ձեռքը ոչ մեկին չի դիպել, բայց
դատական համակարգը ինչ որ մեկի վիրավորանք արտահայտում է այսպիսի ծանր պատժով աշակերտին, ավարտական դասանի աշակերտին բանտախոց գցելով եւ հարցաքննության չկանչելով, պատասխանատվության չենթարկելով վարչապետի թիկնապահին, ով ձեռք էր բարձրացել ու հարվածել էր Դավիթին եւ Դավիթը դրանից հետո ցած էր ընկել։ Դավիթը արդեն 14-րդ օրն է բանտված է։ 2 կիրակի առաջ նա այստեղից բերման ենթարկվեց դաժան ձևով։ Եվ որ խոսք չեմ գտնում, որ թողնուկ արտահայտելու այս երեխաներին դարձնելու քաղաքական հաշվեհարդարի առարկա, սա ճգնություն է, մանրախնդրություն է, եւ երեխայի հուզական որդքումը դարձնել մի մեծ պատմություն, դա ուղղակի Գիտեմ ձեր ապրումները մանկավարժ եք, բայց զորով եմ արդյունքներս պահում, որովհետև այդ օրվանից, երբ ես տեսա այդ իրադարձությունը, ես ուղղակի իմ տեղը չեմ գտնում եւ որպես մանկավարժ ուզում եմ ուղղակի ասել, որ սա ճղճիմություն է, մանրախնդրություն է եւ մեր ազգին ոչ արժանի արարք է այս երեխային այսպես դաժանաբար պատժել միայն հուզական խորհրդման համար։ իսկ միգուցե վախի համար է։ Սա ուղղակի թշնամին կարող է նման բան անել եւ ես ասում եմ, սա թուրքի ձեռագիր է։ Նիկոլ, դու թուրք ես, չնայած դու դրանից չես նեղվում, բայց մենք նեղվում ենք, որ մեր վարչապետը այսօր մեր թշնամուն հարիր արարք է թույլ։ Եթե չեմ սխալվում, դուք էլ դպրոցի տնօրենի պաշտպանությունից հեռացել եք քաղաքական միջոցառումով։ Որ դպրոցի տնօրենն եք եղել։ Ես Ստեփանավանի թիվ 2 դպրոցի տնօրենն եմ եղել եւ ճիշտն ասած 18 թվականին ամոթս ինձ, այսօր ես դրա համար շատ ամաչում եմ, ողջունել եմ այդպես կոչված հեղափոխությունը, բայց հենց առաջին քայլերից տեսնելով հակահայկական, ապիկար իշխանության գործունեությունը, ես սկսել եմ բարձրաձայնել իմ կարծիքը, կարծելով, որ եկել է արդար ժողովրդավար ղեկավարություն, իշխանություն եւ մեր ձայնը պիտի լսելի լինի, որպեսզի մենք կառուցենք ուժեղ եւ արդար հասարակություն, ազգային երկիր։ Բայց տեսնելով, որ ինչ է չէի վախենում եւ հիմա էլ չեմ վախենում իմ կարծիքը արտահայտել։ Դրա համար, երբ իմ պաշտոնավարման ժամկետը հեռանալու էր, իմ դեմ հարուցվեց քրեական գործ շինքում եւ այդ քրեական գործը դարձավ պատճառ, որպեսզի այլևս ինձ չթողնեն ես վերընտրվեմ։ Այսինքն ձեզնից ազատվելու համար քրեական գործը հարուցեցին, որպեսզի չկարողանաք մասնակցել հավասարի մյուս տեխնացուների։ Այո, ես մասնակցում էի, բայց մեր այն ժամանակվա մարզպետ Լոռու մարզի մարզպետ Անդրեյ Ղուկասյանը բաց հայտարարում էր, նաև լրատվամիջոցներին էր ասում, որ այն տնօրենը, որի վրա կա հարուցված քրեական գործ, մենք թույլ չենք տա, որ վերընտրվի։ Բայց հարուցված քրեական գործը անմեղության կանխավարկած Դա իրանց չէր հետաքրքրում, ես էլ եմ ասում, կա անմեղության կանխավարկած, եթե հանկարծ ապացուցվի, ես գիտեի, որ ես անմեղ եմ, որ ես մեղավոր եմ, ես ինքս ինքնական կգնամ կամ ինձ կձերբակալեն կամ կպատժեն։ Թույլ տվեք ես իմ գործունեությունը շարունակեմ, որովհետև ես շատ էի սիրում իմ աշխատանքը, մինչև այսօր սիրում եմ։ Ես
վատ տնօրեն չեմ եղել, մեր դպրոցը բավականին մեծ վարկանիշ ուներ Ստեփանավանում եւ ես ցավում էի, անչափ նվիրված էի դպրոցին եւ ցավում էի, որ այն ինչ ես ստեղծել եմ եւ պահել եմ այն ավանդույթները, որ կային դպրոցում, պիտի զրոյանան եւ այդպես է եղել։ Լավ, հիմա Դավիթի նկատմամբ կատարվող երևույթը, այսինքն մենք մասնավոր դեպքից նայենք ընդհանուր իրավիճակին։ Այսպիսի դաժանաբար երեխայդ վարվել է։ Ի վերջո Փաշինյանը եթե այդպես ցավացել էր, վախեցել էր, վիրավորվել էր, նա կարող էր իր որդու տարիքի երեխային կամ իր զավակի տարիքի երեխային ուղղակի կանչել իր մոտ, կամ ինչպես ինքն է սիրում այսպես հրապարակային սեր խոստովանել, ուղղակի փորձել հասկանալ ի վերջո ինչից է ծնվել այդ երեխայի վերաբերմունքը իր հանդեպ։ Կարող էր դա անել, բայց նա չարեց, նրան խորհուրդ չեն տվել հավանաբար նաև այն կին իշխանավորները, ովքեր միացան այդ դաժան պատիժը սահմանելուն։ Հիմա Դավիթի նկատմամբ կատարվողը ձեզ ինչ է հուշում որպես կին, որպես մեր երկրի քաղաքացի եւ որպես դպրոցի աշխատակից։ Ես արդեն նշեցի, որ սա քաղաքական ճղճին մանրախնդիր հաշվեհարդար է երիտասարդ սերնդի նկատմամբ առավելապես։ Բայց այդ երիտասարդությունն էր իրեն պաշտելով բերում իշխանության։ Այո, հենց այդ երիտասարդությունը, այն դպրոցականները, որ փողոց էին փակում, որ դասադուլ էին անում, Դաշնամուր էին նվագում հյուսիսային պողոտայում, որոնց կոչ էր անում այդ նույն Նիկոլը, դուրս գալ փողոցներ, ուսուցիչներին չլսել, մանկավարժներին անտեսել, նույնիսկ դպրոցի դռները ջարդել, դուրս գալ, այդ ամենը ես շատ լավ հիշում եմ, հիմա այդ նույն երեխաները դեռ ինքն է հաշվեհարդար։ Ինչու՞։ Որովհետև երևի թե վախենում է։ Այսինքն Դավիթի օրինակով հասարակությունը հուշեց, որ ինձ մոտ չգաք, հա։ Այո, հասարակության մեջ վախի մթնոլորտը պարբերաբար, նպատակասլաց, ինքը սերմանում է եւ ամրապնդում։ Բայց ապագա է խոսալում եւ ապագա խոստացող իշխանությունը հենց ինքն է։ Ապագան երկրի երեխաներն են, կարելի է երեխաներն այդքան հեռացնել իրենից։ Բայց որ ապագա։ Մեր տեսլականը ապագայի եւ իր տեսլականը արդյոք համընկնում է։ Ճիշտ է, ինքը ասում է ապագա, բայց ինքը չի ասում ինչ ապագա։ Միգուցե մեր ապագան ինքը տեսնում է որպես Արինության Ադրբեջանի կազմում գոյատևել է։ Դուք մանկավարժ եք, մյուս մանկավարժների կրավորական լռությունը մտածում եք, ճիշտ է։ Ոչ, դա սխալ է, բայց ես հասկանում եմ իրենց, որովհետև ես կրկնեմ, տիրում է համընդհանուր վախի մթնոլորտ։ Յուրաքանչյուր ուսուցիչ ձայն բարձրացնելու դեպքում կա հետապնդում։ Իսկ ինչպես է գնահատում երեխաների ջանքը, նրանք փաստորեն այսպես լուռ ակցիաներով, պարբերաբար դատախազության մոտ գնալով, բողոքի ակցիաներով փորձում են Դավիթին այսպես նորից բերել եւ իրենց շարքեր վերադարձնել, բայց առայժմ դաժանորեն վերաբերմունքը չի փոխվում։ Որովհետև բազմիցս մեր իշխանությունը ցույց է տվել, որ արհամարում է հասարակության կարծիքը, արհամարում է երիտասարդների կարծիքը, տարեցների կարծիքը եւ բացարձակ ազդեցություն չունի։ Նա անում է այն, ինչ ուզում է։ Շնորհակալություն։ Որպես նախկին քաղաքացիական, ինչպես եք մեկնաբանում 18-ամյա դպրոցական տղայի կալանավորումը եւ ըստ ինչ նպատակ ունի այս գործողությունը։ Բնականաբար այս երևույթը ես ճիշտ չեմ, բավականին ճիշտ չեմ։ Ես ինքս ժամանակ ինչպես գիտեք,
նույնպես այս ռեժիմի օրով ոչ վաղ անցյալում երկու ամիս ծավալք են բերել դերակատարական հնարքում եւ շատ լավ է հասկանում հոգեվիճակը, որը այս պահին զգա Դավիթը ի տարբերություն Խնդրենք բարձր կխոսեք, կներեք, որ խնդրենք բարձր կխոսեք։ Ի տարբերություն ինձ Դավիթ Բարակայում ավելի դժվար կլինի, որովհետև ես արդեն կյանք մտած հանրային աշխատանք հանրային ոլորտում բայց Դավիթի Բարակայում անգամ 15 տարեկան կամ անգամ 10 տարեկան ինքը դեռ կյանք չի մտել, չի տեսել կյանքի բարդությունները ամենադրական իրավունքը խախտելով իրեն փոխում են իր կտրել մարդը մնաց էր եկեղեցին ուղղակի հիմա շոկի չասել հիշում եմ երկու ամիսներ որ ժամանակ ինքս եղել եմ դերակատարական հիմնարկում հիմա ինչ է Դավիթը սադառնում ենք Դավիթին միշտ չմանել ենք բոլոր են կապարտակյանների կողքին որոնք դեմ են իրավիճակին, որոնք հայրենասեր են, որոնք մեր ընկերներն են, այդ պարապարատից անգամ ամեն ինչից Այս ակցիայի նպատակներից մեկը հասարակությունը միանշանակ չի ընդունում այդ ամենը ինչ կատարվեց մեզ հետ եւ հասարակությունը բացի մեզանից նաեւ բոլորը պարտավոր են արձակել դրան եւ կանոն Դավիթի կողքին, որովհետեւ Դավիթը այս բանի հավաքական կերպար է հանրապետության առումով, որ նման իրավիճակ չի հանդուրժվելու եկեղեցու հանդեպ ոչ ճիշտ վերաբերմունք, առնվազն ոչ ճիշտ վերաբերմունք եւ նմանատիպ իրավիճակներ ուղղակի չեմ ուզում անդրադառնամ գործող իշխանության գործելավոճին բոլորը շատ լավ գիտենք ոչ մենակ ես շատ մարդիկ այդ գործելավոճից դժել են ոչ թե նրա համար որ չեն ապրում օրենքով այլ հակառակ ապրում են օրենքով սիրում են իրենց երկիրը սիրում են իրենց քաղաքը սակայն դեմ են գործող իշխանության գործելավոճին այս իրենց գործողությունը ես գնահատում եմ այսպես նպատակը մեկն է եղել որպեսզի մեր հասարակության շրջանում լինի վախ որպեսզի չկարողանան բարձրացնել իրենց ձայնը, չկարողանան խոսել ավելի արդար, ավելի լավ երկիր ու հայրենիք ունենալուց, չխոսեն Արցախից, չխոսեն եկեղեցուց, չկանգնեն մեր եկեղեցու կողքին։ Սակայն ես վստահ եմ, այդ նպատակին չեն հասնելու իրենք, քանի որ թե ես, թե բոլոր հայրը ամբողջ աշխարհում պիտի կանգնեն մեր հայրենիքի, մեր եկեղեցու, մեր Դավիթի եւ բոլոր այն քաղաքական կերպարների կողքին, որոնք այս պահին չեն հանդուրժում այս հանգամանքը եւ կանգնում են մեր երկրի ու հայրենիքի։ Դավիթի հասակակիցներին սա ինչ մեսիջ է ու ձեր կարծիքով հակառակ էֆեկտը ստացվեց ընտրություններից առաջ Փաշինյանի համար այս դաժան վերաբերմունքի համար նա կհատուցվի ձեր կարծիքով Տեսեք Եթե հիշում եք 2018-ին մենք փողոցում նույնպես տեսնում ենք այդ 18 տարեկան երեխաներին, որոնք պայքարում էին այդ հեղափոխություն կոչվածի համար, ցավոք սրտի իրենցից շատերը 2020-ին հայրենիքի իրենց կյանքը տվեցին եւ երեխաների համար սա ուղղակի մեսիջ չէր, իրանք շատ լավ հասկանում են։ Ես ինքս Գյումրիից եմ եւ տեսնում եմ, որ իր տարեկիցները Դավիթի աջակցում են Դավիթին ոչ թե նրա համար ուղղակի քայլերը, այլ Դավիթի հայրենիքի հանդեպ ունեցած սերը, եկեղեցու հանդեպ ունեցած հարգանքը ու ինձ թվում է, որ ոչ մենակ Դավիթի հասակակիցները, նաեւ երիտասարդները այլ կերպ են արձագանքելու եւ ընտրական process-ների ժամանակ հուսով եմ անպայման մեր երիտասարդները կգնան ընտրական դեղամասեր եւ իրենց ձայնը այդ տեսակով կասեն անպայման, եթե այդ արձագանքները իհարկե չեն։ Հայաքվեի երիտասարդները եւ Դավիթի ընկերները լուռ ակցիա իրականացում Սուրբանայի բակում, որտեղից 2 շաբաթ առաջ ճիշտ այս ժամերին բռնությամբ ձերբակալվեց, ապակալանավորվեց Դավիթը, հիշեցնեմ 2 եղբայրներով մասնակցում էին Ծաղկազարդի պատարագին եւ Փաշինյանը չհայտարարված այցով մտնում է եկեղեցի ըստ կադրերի նա փորձել էր հասնել խորան մարդկանց այս ու այն կողմանելով թիկնապահների միջոցով, բայց ինչ որ պահից
միջադեպ է ծագում, հարվածում է Դավիթին վարչապետի թիկնապահը, ինչի համար ի դեպ մինչ օրս ոչ ներողություն է խնդրել, ոչ հարցաքննության է կանչվել եւ ոչ էլ քրեական պատասխանատվության է ենթարկվել։ Իսկ երկու եղբայրներ ձերբակալվեցին, մեկը ազատ արձակվեց, մյուսը փաստորեն, ընդ որում պայմանական, մյուսը փաստորեն կալանավորված է, իսկ կալանավայրը նրա համար հիվանդանոցն է, Նայիրի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքը, որտեղ Դավիթը ունի առողջական սուր խնդիրներ եւ այդ խնդիրները շատ ավելի լրջացել են։ Իդեպ 2 օր առաջ հայտնի դարձավ, որ նրա վնասվածքները ուղեղի ցնցում է ստացել, փակ տրավմա ունի գլխուղեղի ու նաև ակնային հատվածում ունի վնասվածք, ենթադրվում է, որ սրանք հենց վարչապետի թիկնազորի հարվածներից ստացած վնասվածքներ են։ Իդեպ դատաբժշկական փորձաքննության արդյունքները ինչ դերակատարում կունենային, եթե այս ամենի մասին ավելի շուտ իմացվեր, մինչև նրան կալանավորման որոշումը, թերևս պարզ է, որովհետև հետևողական տանջանքներ այս ընտանիքի նկատմամբ, նրանց նկատմամբ թիրախավորված քաղաքական արշավը ամբողջ թիմի կողմից եւ նրանց գաղափարակիցների ցույց է տալիս, որ Դավիթին պատժելով նրանք ունեին ըստ էության քաղաքական պլան։ Անգամ հանդուրժողաբար չմոտեցավ ԿԳՄՍ նախարարը, ով ասել էր ոչինչ, կբժշկվի, հետո կվերադառնա քրեակատարողական հիմնարկ եւ կշարունակի իր դասապրոցեսը այնտեղ, թե ով է դասավանդելու, ով է դասեր տալու, այսինքն ուսուցիչները պիտի գործուղվեն քրեակատարողական հիմնարկ, որպեսզի Դավիթը ետ չմնա, ընդ որում հիշում եք Դավիթի պատվոգրերը, գովասանագրերը խոսում են նրա փայլուն գիտելիքների եւ առաջադիմության մասին։ Այսպիսի երեխային նետել բանդ, իսկ հետո ծանր անհանդուրժողական վերաբերմունքի պատճառով երեխայի առողջության այսպիսի ծանր հետևանքներով վնասներ հասցնելը եւ նրան կարելի ասել զրկել եւ սովորելու եւ հետագայում իր ուսումը ինստիտուտում շարունակելու իրավունքից խոսում է ամեն ինչի մասին։ Քաղաքացիները մոտենում են երեխաներին հարցուփորձանում, թե ինչու են եկեղեցու բակում ակցիա իրականացնում, բայց նկատենք, որ երևի թե ռիսկ չեն անում ամեն դեպքում միանալ երիտասարդներին եւ իրենց աջակցությունը հայտնել։ Ահա ռուս թղթակից է տարածքում։ Իդեպ մի կարևոր բան ֆիքսենք, իշխանական որևէ լրատվամիջոց, այդ թվում հանրային հեռուստաընկերությունը, որը հանրային է իր նշանակությամբ եւ հանրային միջոցներով է սնվում, որևէ անգամ չի եկել ոչ Դավիթի համար աջակցության համար ակցիաներին, ոչ դատարանում ենք նրանց հանդիպել դատարանի բակում եւ սա էլ խոսում է իշխանության վերաբերմունքի մասին եւ ուղղորդումների։ Սա արդեն 4-րդ թե 5-րդ ակցիան է երիտասարդների, աշակերտների, նրանց ծնողների կողմից ի աջակցություն Դավիթի եւ պահանջ ներկայացնելով դատական իշխանությանը, երկրի կառավարության անդամներին, ովքեր անձնական վրեժի վերածելով Դավիթի հետ կատարվողը, այսպես հատուկ վերաբերմունք են դրսևորում անգամ իրենց խոսքում, իրենց հայտարարություններում։ Բայց ակցիաներից ոչ մեկը ըստ էության եղանակ չի փոխել։ Չմոռանանք, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը կին է քրեակատարողական հիմնարկների ղեկավարը, կին է ոստիկանապետը, ներքին գործերի նախարարը, բայց մենք հիշում ենք Դավիթի նկատմամբ կատարվողը ոչ մի դեպքում չի խոսել նրանց վերաբերմունքի մասին, մայրական զգացողությունների կամ որպես կին իրենց մտածելակերպի մասին, հակառակը հատուկ դաժանությամբ էր վերաբերվել եւ վերաբերվում Դավիթին եւ նրա ընտանիքին։
Անջատ ենք